Ողջույն, այսօր խոսելու ենք ճիճվագրության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Ինչ է իրենից ներկայացնում ճիճվագրությունը, ինչպես է զարգանում։ Շնորհակալություն հրավերի համար, շատ արդիական թեմա է, մանավանդ եղանակների տաքանալու հետ կապված բավականին ակտիվանում է ճիճուներով պայմանավորված հիվանդությունները, որոնք այլ ձև կոչվում են նաև հելմինթոզներ։ Ի տարբերություն մյուս ինֆեկցիոն հիվանդությունների, ճիճուներով առաջացած հիվանդությունները ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք նույնիսկ ինչ-որ առումով առանձնացնում են ինֆեկցիոն հիվանդություններից, որովհետև իրենց ընթացքի առանձնահատկությունը այնպես է, որ չունեն հստակ գաղտնի շրջան, որը որ բնորոշ է մնացած բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների եւ պարտադիր պայմանա, եւ չունեն փուլայնություն, որը էլի տարբերվում է ինչ-որ չափով մյուս ինֆեկցիոն հիվանդություններից։ Դա ինչ վերաբերում է ճիճուներով առաջացած հիվանդություններին, հելմինթոզներին։ Կանխարգելման առումով նույնպես ինքը որոշակի տարբերվում է հելմինթոզներ հիվանդությունները, այդ խումբը, որովհետև եթե մյուս ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ մենք կանխարգելիչ միջոցառումների ժամանակ կարողանում ենք ազդել 3 օղակի վրա, որը դրանք են ինֆեկցիայի աղբյուրը, փոխանցման մեխանիզմները եւ ընկալ օրգանիզմը, դա պարտադիր են 3 օղակն է, որը պարտադիր պետք է լինի, պարտադիր պայման է, որպեսզի զարգանա ինֆեկցիոն հիվանդություն։ Ճիճուների պարագայում մի քիչ առանձնանում է նրանով, որ ընկալ օրգանիզմի վրա մենք գրեթե չենք կարողանում ազդել եւ շատ ավելի մեծ աշխատանք պետք է տանենք փոխանցման մեխանիզմների վրա եւ նույնիսկ վարակի օջախի վրա չեն կարողանում շատ ազդել, որտեղ իրանք բնության մեջ են, հեսա կանդրադառնամ, որտեղ են հատկապես լինում եւ ինչ խմբերի են բաժանվում ըստ իրենց գտնվելու վայրերի եւ փոխանցման մեխանիզմների, բայց պրոֆիլակտիկ առումով շատ մեծ աշխատանք ունենք անելու հենց փոխանցման մեխանիզմի վրա, այսինքն մեջտեղի միջանկյալ օղակի վրա, որպեսզի կանխարգելենք հիվանդությունները։ Վարակի օջախի վրա ազդել գրեթե հնարավոր չի, որտեղ իրենք ամենուր են բնության մեջ, ամենտեղ, ամենուր կան եւ վերացնել աշխարհի երեսից բոլոր տեսակի ճիճուները, բոլոր ճիճուները, դա անհնար է, դա պարզ հասկանալի է, դա գրեթե անհնար է եւ մնում է մեր միակ օղակը, որ կարող ենք ազդել եւ որոշ չափով կանխել ճիճուներով վարակվելու հավանականությունը եւ հիվանդությունները դրանով պայմանավորված, դա փոխանցող մեխանիզմներն են։ Այստեղ շատ մեծ դեր ունի իհարկե մարդկային գործոնը եւ մարդկանց գիտակցությունը, մարդկանց պատկերացումը այդ հիվանդությունների եւ գիտակցումը, թե ինչ հետևանքներ կարող են լինել եւ գիտակցումը, որ միշտ կանխարգելելը ավելի հեշտ է, քան բուժելը, դա շատ կարևոր է ու շատ արդիական եմ համարում։ Հիմնական փոխանցումը հողի, ջրի, ինչ են իրենցից ներկայացնում հելմինթոզները, դրանք հիվանդություններ են պայմանավորված ճիճուներով, ճիճուները ըստ իրենց կառուցվածքի բաժանվում են 3 խմբի, ըստ իրենց արտաքին տեսքի sense ասած, որովհետև իրենք հիմնականում մակրոօրգանիզմներ են, եթե մյուս խումբ ինֆեկցիոն հիվանդություններ կան բջջային, բջջի մակարդակով միկրոբներ եւ նույնիսկ ներբջջային պարազիտներ կան, որոնք վիրուսներն են եւ այլ միկրոբներ, հարուցիչներ, այս դեպքում մենք գործ ունենք մակրոօրգանիզմների հետ, որոնք որ եւ անձեն աշխով էլ կարող են տեսանելի լինել կամ տեսանելի չլինել, բայց ամեն դեպքում ներբջջային չեն հաստատ եւ այդ առումով մեր առօրյայում էլ մենք շատ շփվում ենք ճիճուների հետ, իրենք ոնց որ ասի իրենց արտաքին տեսքով կարող են լինել կլոր ճիճուներ, տափակ ճիճուներ եւ ըստ իրենց կենսագործունեության բնույթի վայրի առանձնանում են գեոհելմինթոզներ, որոնք հիմնականում գոյություն ունեն բնության մեջ գտնվում են հողում, ջրում, միջավայրում, այսինքն ոչ կենդանական եւ կան բիոհելմինթոզներ, որոնք հիմնականում արտաքին միջավայրում եւ ռեզերվուար որպես վարակի աղբյուր հանդիսանում են կենդանիները եւ մարդը այդտեղ համարվում է զուտ կամ միջանկյալ կամ վերջնական տեր, այսինքն այդ շրջափուլի մեջ որոշակի օղակում է գտնվում մարդը։ Բնության մեջ իրանք գոյություն ունեն այլ կենդանի օրգանիզմների օրգանիզմում։ Հիմնականում երեխաներն են, չէ՞, վարակվում։ Գոյություն ունեն հպավարանցիկ հելմինթոզներ, փոխանցման մեխանիզմի, որը սրատուտն է, որը անդրադառնանք հասնենք արդեն հիմնականում երեխաների,
Վարակվելը բոլոր տարիքային խմբերը կարող են վարակվել, ստեղ երեխաների գործոնը պայմանավորված է զուտ վարակման ուղիները հիմնականում պայմանավորված են հիգիենայի կանոնների հետ եւ երեխաները մի քիչ ավելի մեծ դժվարությամբ են կարողանում պահել հիգիենիկ կանոնները, այդ առումով երեխաները շատ ավելի խոցելի խումբ են վարակվելու առումով, բայց տեսականորեն վարակվել կարող են բոլորը։ Վարակի աղբյուր, ինչպես ասին, կարող են լինել կենդանի օրգանիզմները, այսինքն կենդանիները, դրանց միսը, ոչ նորմալ ջերմային մշակման ենթարկված միսը, մսանթերքները, իսկ բնության մեջ անօրգանական միջավայրերից դա կարող է լինել հողը, ջուրը, որոնք որտեղ երկար ժամանակ կարող են պահպանվել հարուցիչները եւ փոխանցվել մարդուն։ Փոխանցման մեխանիզմները էլի բազմաբնույթ են, կարող են լինել սննդի միջոցով, կարող են լինել ջրի միջոցով, կարող են փոխանցվել կենցաղ կոնտակտային ճանապարհով, այսինքն երբ մարդ գործ ունի արդեն աղտոտված միջավայրի հետ եւ ձեռքով, սննդի միջոցով, ինքը կենցաղ կոնտակտային ճանապարհն էլ կարա էլի իրականանա բերանի միջոցով, այսինքն մարդը վարակվի հիմնականում բերանի միջոցով։ Կոմունալ տնտեսությունները պետք է պարբերաբար մաքրեն օրինակ խաղահրապարակների ավազը, ըստ օրենքի։ Այո։ Բայց պարբերաբար ասելով ինչ նկատի ունենք, տարին 1, ամիսը 1։ Ստեղ արդեն անդրադառնում ենք նրան, որ փոխանցման մեխանիզմներից անցնում ենք վարակի աղբյուրի դեմ ուղղված միջոցառումներին, այսինքն կանխարգելումը ոչ միայն փոխանցման մեխանիզմները, հիգիենայի կանոնները պահելն է, երեխաների շրջանում վատ սովորություններ ունեցող երեխաներին հեռու պահել, օրինակ գեումները կրծելուց կամ գեոֆագիա կոչվում որոշ երեխաներ տարիքներ կա, որ որոշակի տենց է բացատրում, որ սննդանյութերի պակասից սկսում են բերանը տանել հող կամ որևէ այլ առարկաներ, դա նման սովորություններից իհարկե կանխարգելման ամենակարևոր ուղղություններից մեկը նման սովորություններից երեխաներին զերծ պահելն է, որովհետև ելի եմ ասում, ընկալ օրգանիզմի վրա ի տարբերություն մյուս ինֆեկցիոն հիվանդությունների, եթե կարան օրինակ շատ վիրուսային վարակների դեմ պատվաստվեն երեխաներում, մենք հանգիստ լինենք, որ իրանք ինչքան էլ շփվեն, ինչքան էլ վերցնեն, ինչքան էլ գործ ունենան միկրոբի կամ վիրուսի հետ, չեն վարակվելու, այս պարագայում մենք չունենք կանխարգելիչ միջոցառում ուղղված ընկալ օրգանիզմի դեմ, այսինքն ինքը ցանկացած պարագայում եթե շփվեց, հավանականություն բավականին մեծանում է։ Աշխարհում նույնիսկ պատվաստումների կանխարգելիչ պատվաստումների շնորհիվ հիվանդություններ կա, որ վերացել են մարդկության շրջանում, չի հանդիպում նույն բնական ծաղիկը եւ որոշ վիրուսային հիվանդություններ կան, որ տոկոսային ի տարբերություն նախորդ տարիների տոկոսային հարաբերությամբ բավականին իջել են, բայց հելմինթոզները գրեթե կայուն մնում են բարձր թվերի վրա, ըստ համաշխարհային առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների տարեկան մոտավորապես 400 միլիոն մարդ վարակվում է հելմինթոզով, այսինքն առաջնակի այդքան մարդ, այդ թվերը իհարկե շատ հարաբերական է, որտեղ հելմինթոզների պարագայում հեսա կանդրադառնանք կլինիկայի թեմային մեջ կանդրադառնանք իր քողարկված ձևերը, որոնք որ շատ հաճախ ընթանում են անախտանիշ եւ մենք չենք իմանում դրա մասին, դրա համար այդ թվերը շատ հարաբերական է եւ շատ մարդիկ կարող են ուղղակի ճիճվագրություն ունենալ, վարակված լինել, բայց դրա մասին ոչ մեկ չիմանա եւ նույնիսկ իրանք չմտածեն էլ, որ պետք է հետազոտվի։ Ավազը երբ պետք է անդրադառնանք վարակին, վարակի օջախներին, դա երկրորդ ամենամեծ միջոցառումների խումբն է, որ պետք է կանխարգելում արվի։ Ստեղ բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են վարակի քանակը նվազեցնելու եւ փոխանցման կանխարգելելու փոխանցումը, վարակվելու վարակի օջախից, դա արդարացված է, ժամկետ որևէ գոյություն չունի, որ այսքան դա ավելի շատ նորմերով է սահմանվում, որոնք դա բժշկությունը չի կարգավորում այդ նորմերը, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան հավանականությունը քչանում է այնքանով, ինչքանով որ շրջապատում քիչ է վարակը։ Հիմա եթե տվյալ խաղահրապարակը պարբերաբար աղտոտվում է շան արտաթորանքներով կամ մարդկային գործոններով կամ դա բնականաբար մեծացնում է արդեն հավանականությունը, որ այդտեղից կարելի է վերցնել։ Եվ միայն խաղահրապարակներ չի։ Մարդիկ եւ կենդանիները բավականին մեծ քանակի պարբերաբար արտազատվում է արտաքին միջավայր, հարուցիչները, ճիճուների ձվիկները, որոնցով որ մարդը վարակվում է։
Այստեղ կարելի է նշել մի հատ կարևոր հանգամանք, որ ճիճուների մեծ մասը իրանք պարտադիր իրանք շրջափուլը անցնում են նաև արտաքին միջավայրում, այսինքն մարդուց մարդուն վարակը անհնար է այն պարագայում, որ օրինակ սրատուտը տարբեր հելմինթոզների ժամանակ տարբեր շրջափուլներ են անցնում, բայց օրինակ սրատուտը ինքը ունի ծվիկների հասունացման փուլ, որը որ պարտադիր կատարվում է աերոբ պայմաններում, այսինքն եթե ինքը սրատուտը անաերոբ է եւ իրան ինքը թթվածնի արկայությամբ չի կարող գոյատևել, դրա համար մարդու աղիներում եւ այլ օրգան համակարգերում անաերոբ պայմաններում է, իր արտազատած իր հիվանդի կողմից արտազատված ձվիկները ասկարիդի պարտադիր պետք է անցնեն աերոբ պայմաններում, զարգանան աերոբ պայմաններում, այսինքն արտաքին միջավայրում։ Հիմա այդ նույն խաղահարապարակների, նույն արտաքին միջավայրում ջրի, սննդամթերքների, բանջարեղենների մաքուր ըլնելով, մաքուր պահելով, այսինքն վարակի ձվիկների արկայությունը արտաքին միջավայրում նվազեցնելով, մենք գրեթե ամբողջական կարող ենք նույնիսկ բուժել հիվանդությունը։ Մարդը եթե դեղորայք չխմի, ինքը ճիճուն մի տարի հետո իր կյանքի մաքսիմում տևողություն 1 տարի է։ Ինքը իրան սատկելու է կոպիտ ասած դուրս գա օրգանիզմից։ Բայց այդ ձվիկները պարտադիր պետք է ընկնեն արտաքին միջավայր, այսինքն մարդը անմիջական չի կարող վարակվել հիվանդից։ Պետք է ընկնի սա կոնկրետ ասկարիդի պարագայում, հեսա կանցնենք նաև սրատուտին։ Ինքը պետք է ընկնի արտաքին միջավայր 2-3 շաբաթ 20 աշճան բարձր պայմաններում, տեղից է նաև գալիս է, որ մարդը ճիճուներով հիմնականում վարակվում է տաք եղանակներին, այսինքն մայիսից սկսում է մինչև հոկտեմբեր։ Ինքը պետք է ընկնի արտաքին միջավայր 20 աշճան բարձր եւ աերոբ պայմաններում, այսինքն թթվածին պարունակվող միջավայրում հասունանա, նոր այդ ձուն վերածվի թրթուրի, նոր մարդը կարողանա վարակվել։ Այսինքն եթե մենք կտրենք վարակման ուղիները եւ օջախի վրա ազդեցություն ունենանք, մենք գրեթե վարակվելու հավանականությունը, այսինքն հիվանդանալու հավանականությունը իջացնում ենք, հավասարեցնում ենք 0-ի։ Եվ նույն նաև բանջարեղենների միջոցով են շատ հաճախ երեխաները վարակվում, նույն արտաքին միջավայրում հողով աղտոտված, դա կլինի փոշու միջոցով, տարբեր միջավայրերում, տարբեր առարկաների վրա գտնվող, թե ջրի միջոցով, որը որ շատ հանգիստ կարա աղտոտված լինի մարդկային արտաթորանքներով կամ կենդանիների արտաթորանքներով, դրա համար մենակ խաղահարապարակներ չի։ Խաղահարապարակները հիմնականում երեխաները ավելի շատ են շփվում հողի հետ, դրա համար այդ խոցելի վայրա խաղահարապարակը, որտեղ որ նաև կարան լինեն կենդանիներ, եղինակոկների, շներ, կատուներ, կրողները, մենք շատ ավելի մեծ հաճախականություն վարակվելու դիտվում է սննդամթերքների միջոցով, հատկապես ոչ նորմալ, հիգիենիկ մշակված, լվացված բանջարեղեններ, կլինի լոլիկ, կլինի վարունգ կամ որոնք որ Հայաստան պայմաններում ջուրը բավականին ախն օգտագործում ենք եւ ոչ բոլոր ջրերն են, որ ապահովված ենք մենք, որ կարա մաքուր լինի։ Ու այդ նույն ջրով ջրելուց հավանականությունը արդեն պատկերացրեք ինչքան է մեծանում, երբ որ կարան այգին ջրեն, օրինակ մենք մեր գյուղական բնակավայրերում բոլորն էլ ունեն իրենց հողամասը, բոլորն էլ ջրում են իրենց այգին եւ մեր ազգային ավանդական մեր ընտանիքներում նստած է, չէ՞ որ մեր երեխեն թող մի հատ բանից պոկի քաղի այտենց փոշի մերեն ուտի, որ լավ է դա առողջարար է դա, բայց իրականում դա այն պարագայում է, երբ որ մենք ունենք գրեթե իդեալական բնություն, այո, բայց քանի որ մեր հողամասերը կարա ջրվի նաև ջրով, որը որ չգիտենք որտեղից է գալիս եւ ինչ աղտոտվածության է, դրա համար նման սովորույթները պետքա բացառել իսպար մեր առօրյայից, այսինքն նույն մրգերը, նույն բանջարեղենները կարան վարակված լինեն, նույն կանաչեղենը, որը որ մենք առօրյայում մտածում ենք, որ լավ որտեղից մենք կարանք վարակվենք, բայց առօրյայում գրեթե ամենտեղ մենք սննդի մեջ օգտագործում ենք թարմ կանաչի, որը որ կարա շատ հանգիստ աղտոտված լինի նույն հողից, նույն ջրից ու ոչ նորմալ հիգիենիկ մշակված նույն կանաչի, նույն բանջարեղենը կարող են շատ հանգիստ պատճառ դառնալ վարակվելու։ Որ ճիճուները իրենց սատկում են, ոնց հասկացա, բայց ժառանգներ թողնում են, չէ՞։ Ժառանգներ անպայման իրենց այդ սերունդը թողնում են արտաքին միջավայրում, որը որ պետք է անպայման անցնի որոշակի շրջափուլեր։
Սրատուտի պարագայում, որը շատ ավելի մանկական ինֆեկցիա է համարվում, sense ճակերտավոր ասած, որոշակի վերապահումով, քան օրինակ ասկարիդը կամ մյուս հելմինթոզները, ինքը էլի պարտադիր իր ինքը օրգանիզմ չի կարող կրկնավարակ լինի, ճիշտ է, որոշակի դեպքեր նկարագրված են, որ ձվիկները հասունանալով, դառնալով հասուն ճիճուներ կարող են հետադարձ ճանապարհով նույն հետանցքով բարձրանալ, բայց դա զուտ տեսական է, դա ընդհանրապես գործնական ոչ մի նշանակություն չունի, դա որոշ տենց գիտականորեն նկարագրած է, բայց սրատուտի պարագայում էլի մարդը չի կարող ինքը իրեն վարակել, եթե չկա փոխանցման մեխանիզմը։ Իր process-ներից ամենակարևորը փոխանցում ինքը ցանկացած կենթանի օրգանիզմ ինքը ինքնապաշտպանական իր բնազդ կամ ճակերտավոր ասած ինքը իր սերունդ թողնելու հատկություններն է ձևավորել եւ սրատուտի պարագայում ինքը հասուն ձևերը արդեն սեռահասուն ձևերը դուրս են գալիս հատկապես գիշերային ժամերին երբ որ մարդու մկանային համակարգը շատ ավելի թույլ եւ հանգիստ վիճակում է եւ սվինկտերները հետանցքի շրջանում սվինկտերները թուլանալու պարագայում իրանք դուրս են գալիս պարտադիր դուրս են գալիս արտաքին միջավայր հետանցքի շրջանի մաշկը որտեղ որ նոր փափուկ մաշկ է եւ վնասելով տեղադրում են ձվիկները այնտեղ ու եթե այնտեղ չհասունանա ձվիկները մարդը ուղղակի չի կարող այդ նույն process-ը չի կարող տեղի ունենալ օրինակ աղիքային համակարգում իրանք պարտադիր պետքա դուրս գան արտաքին միջավայր հարաբերական էլի Բայց ինչ անեն որ չհասունանան Ստեղ էլի կարևոր է շատ հիգիենայի պարագաները այս պարագայում օրինակ այդ նույն այդ process-ի ընթացքում առաջանում է բավականին արտահայտված քոր երեխաները են որ մենք մեր մոտ ընդունված է ջիջվից եթե խոսում ենք առաջի հարցը բոլորը տալիս են ունի հետազգի շրջանում քոր թե չէ սա հենց պայմանավորված է այդ սրատուտի փոխանցման սրատուտի զարգացման process-ներով երբ որ ու այդ ժամանակ երբ որ երեխան անգիտակցաբար փորձում է քորել կամ փորձում է հպվել տվյալ հատվածներին ինքը արդեն ֆեկալ օրալ ճանապարհակոչվում այսինքն վերցնելով տվյալ ձվիկներ տանում է բերանը անպայման դա երկար եղունգների պարագայում եւ մաշկի վրա պահպանվում եւ եղունգների տակ եւ հետագայում տանում է բերանը ու արդեն շրջափուլը սահմանափակվում է անձի երեխայի շրջանակներում բայց ելի ինչպես որ նշեցի ինքը անպայման պետք է անցնի արտաքին միջավայրում ինքը չի կարող երկար ժամանակ սրատուտի կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է 2-3 ամսից ինքը սեռահասուն ձևերը նույնիսկ ձվադրելու ժամանակ ինքը արդեն սատկում է եւ օրգանիզմից դուրս է գալիս այսինքն ստեղ այդքան կանխարգելիչ դեղամիջոց խմելը չի ինչքան որ փոխանցման մեխանիզմները կտրելն է, այդ օղակը կտրելն է։ Այսինքն, եթե մենք բացառենք կրկնավարակը տվյալ ճանապարհով, հա, կենցաղկոնտակտային ֆեկալ օրալ ճանապարհով վարակի փոխանցումը կանխարգել ենք, դա համարվում է ամենալավ կանխարգելումը։ Դա համարվում է, որ մենք կարող ենք նույնիսկ հիվանդությունը բուժել կամ իսպառ մոռանալ Իսկ որ լվացվեն պարբերաբար դա չի ազատում։ Պարբերաբար լվացվելը պարտադիր է։ Հիգիենայի կանոնները պահպանելը այս պարագայում էլ ավելի կարևոր է անձնական հիգիենայի պայմանները, որովհետև սրատուտը արդեն հասկացանք, որ փոխանցվում է տվյալ ճանապարհով։ Դա կարա լինի եւ ձեռքերի միջոցով, եւ սպիտակեղենի միջոցով, եւ ներքնաշորերի միջոցով, այսինքն հիգիենայի կանոնները պահպանելը այս պարագայում ամենակարևորն է։ Միակ ճանապարհն է, որ մենք կարող ենք կանխարգելել ճիճուներով կրկնավարակները եւ հիվանդության ձգձգվող ընթացքները եւ մնացած իր բարդությունները։ Բա մեկ մարդը որ նիհարում է, ասում են ուրեմն ճիճու ունի, չէ՞, ինչ ուտում է, ճիճուները ուտում են։ Ոնց ինչ ձևերով կարող է դրսևորվել ընդհանրապես ճիճվագրությունը։ Էլի ստեղ պետք է որոշ չափով առանձնացնենք հելմինթոզները այլ ինֆեկցիոն հիվանդություններից, եթե սկզբում նշեցի, ինչպես որ մնացած բոլոր ինֆեկցիոն հիվանդություններին, իրանք ունեն պարտադիր իրանց փուլերը, գաղտնի շրջան, հետո ինֆեկցիոն հիվանդության զարգացման մեջ կարևոր դեր ունի նաև մակրոօրգանիզմի, այսինքն վարակված օրգանիզմի պատասխան ռեակցիաները, process-ները, որոնք ընթանում են, ճիճուների ճիճվագրության կամ հելմինթոզների պարագայում դա մի քիչ հարաբերական է եւ շատ ժամանակ մարդը կարող վարակված լինի, այսինքն ճիճուն լինի իր օրգանիզմում, բայց դրա մասին ինքը տեղյակ չլինի ընդհանրապես, որովհետեւ շատ հաճախ ընթանում է անախտանիշ, հատկապես երբ ունենք իմուն կոմպետենտ, հա, իմունիտետ, նորմալ իմունիտետով անձնավորություններ, իրանք երկար ժամանակ կարող է չիմանան դրա մասին
Եվ հետևանքը լինի այն, որ անընդհատ ճիճուները գրգռելով մարդու իմուն համակարգը, ասենց մի քիչ պատկերավոր ասեմ, բերում են ալերգիզացիայի կոչման, այսինքն կարա մարդը սովորականում, եթե ինքը չի ունեցել ալերգիա որոշակի նյութերի կամ որոշակի գործոններից, ճիճուներ ձեռք բերելու պարագայում ինքը չիմանա, որ դա պայմանավորված է ճիճուներով, բայց օրգանիզմը ալերգիզացիա, այսինքն ճիճվի դեմ կոպիտ ասած չկարողանա օրգանիզմը պայքարի, բայց գա հասնի այն մակարդակի, որ ցանկացած այլ գրգռիչից ինքը առաջանա ալերգիկ ռեակցիաներ իր մոտ։ Դրա համար շատ հաճախ ճիճվագրությունը եւ հելմինթոզները, ճիճուները իրենք արտադրում են նյութեր, մենակ իրենք չեն ազդում օրգանիզմի վրա։ Իրենք արտադրում են եւ իրենց արտաթորաղիքային համակարգից է դուրս գալիս որոշակի նյութեր եւ սեռական համակարգից արտադրում են նյութեր, որոնք որ բերում են օրգանիզմի արդեն դրսևորումը հենց պայմանավորված է այդ նյութերով։ Դա կարող լինի ալերգիկ դրսևորումներ, դա կարող լինի մարսողության խանգարումներ պարբերաբար եւ դա կարող լինի ձեր մատնանշած այդ զնդանթերի եւ վիտամինների պակասը։ Իհարկե սրատուտների, ասկարիդների պարագայում դա շատ արտահայտված չի, դա արդեն տենիոզ, տափակ որդերին, որոնք որ բավականին իրենց ծավալով մեծ են եւ կարող են սնվել, հա, օրգանիզմի հաշվին սնվելով արդեն այդ վիտամիններ, սննդանթերը իրենք օգտվելով դրանից քանակը պակասի օրգանիզմում։ Բայց դրանք արդեն լուրջ ծանր հիվանդություններ են, որոնք բուժվում են համապատասխան բուժ հիմնարկներում, ինֆեկցիոն հիվանդանոցներում, դրա այդ գործ առօրյայում մենք գրեթե չենք ունենում, բայց կարևոր է ասել, որ դրանք բոլորը փոխանցվում են կենդանիներից եւ կենդանիների հիմնականում մսամթերքի միջոցով, ոչ նորմալ թերմիկ մշակման ենթարկված, ոչ նորմալ եփված մսի միջոցով։ Ծովամթերքը եւ սուշին ճիճուների առաջացման պատճառ հանդիսանում են։ Ծովամթերքները կարող են փոխանցման գործոններ հանդիսանալ, այո, որտեղ ապրում են ջրի մեջ, իսկ ջուրը կարող շատ հանգիստ աղտոտված լինի նույն գոյուղաջրերով կամ աղտոտված լինի հողով, որը որ կարող է։ Ինչ վերաբերում է մեր առօրյայում հանդիպող, հաճախ հանդիպող հելմինթոզներին, ճիճուներին, բայց կա նաև ավելի մեր երկրում ավելի քիչ է հանդիպում, բայց կան բավականին խումբ, ասենց ասած ճիճուներ, որոնք հենց, այո, գոյատևում են արտաքին միջավայրում, պահպանվում են փափկամորթերի օրգանիզմում, կակամորթերի եւ կարող են մարդը կարող է վարակվել այո ծովամթերքի միջոցով, բայց մեր երկրում հիմնական հանդիպողները դա ասկարիդն ու սրատուտն է։ Դրանց պատճառով ակնե եւ դերմատիտ առաջանում են մարդկանց մոտ։ Տեսականորեն հնարավոր է պայմանավորված երկարատև օրգանիզմի հետ ալերգիզացիայով եւ պայմանավորված վիտամինների պակասով, բայց դա զուտ տեսական է, հիմնականում նման բան այդքան էլ առօրյայում շատ դժվար է ասել, այդ ակնեն պայմանավորված է ճիճվով, մեխանիզմները որպես այդպեսին շատ դժվար է բացատրել։ Ակնեն ինքը կարող շատ այլ պատճառներով պայմանավորված լինի իհարկե, ոչ ճիճվագրությունով։ Ճիճվագրությունով հիմնականում որ հելմինթոզների ժամանակ դրսևորվող կլինիկական դրսևորումները դա մարսողության խանգարումներն են, ավելի ծանր որպես հետևանքներ դիտվում են, որ օրինակ նույն ասկարիդները, եթե շատ մեծ քանակի լինի, չնայած ել եմ ասում, մեր առօրյայում դրանք շատ հազվադեպ հանդիպող, դա ուղղակի տեսական, որ կարող օրինակ խցանի առաջացնի աղու անանցանելիություն, խցանումներ, նույնիսկ դեպքերը նկարագրված, որ կարող հետադարձ բարձրանա հասնի լեղուղիներ, խցանի լեղուղիները, լեղու կանգ առաջացնի, բայց դրանք գրեթե առօրյայում չեն հանդիպում, ավելի շատ դիսպեպտիկ երևույթներն են, մարսողության խանգարումները։ Պարբերաբար կարող է լինել սպաստիկ բնույթի ցավեր որովայնում, պարբերաբար կարող է լինել լուծ կամ ընդհակառակը փորկապություններ, մարսողության խանգարումներ, սրտխառնոցներ։ Ծակավարյունության պատճառ հանդիսանում են, օրինակ B12-ը կչանա այդ։ Դրանք ասկարիդի եւ սրատուտի պարագայում չեն կարող, սրատուտը ինքը չի կարող բերել, ոչ էլ ասկարիդը նման անեմիաների, այն աշճան սնվեն սննդանթերով, որ առաջացնեն անեմիաներ, մարսողության խանգարումներով պայմանավորված կարող է որոշակի կապ առաջանա, սննդանթերի ներծծման խանգարման, այսինքն եթե մարսողություն խանգարում է, ստերից կարելի է ենթադրել, որ նույն ձևի սննդանթերի ներծծումն է խանգարվում, այսինքն բնական բոլոր պրոցեսները խաթարվում են, այսինքն օրգանիզմում կարող առաջանալ շատ տարբեր պատճառներ նույն անեմիաների, բայց դրանք ինչքանով կապել, ինչքանով պայմանավորել
կոնկրետ հիվանդություններով դա մի քիչ հարաբերականացել է։ Միակ տեղը, որ ասում են փողը ձեռքի կեղտ է, հենց ճիճուների դեպքում այն հանդիսանում է հենց վարակի աղբյուր։ Փողը։ Ահա։ Տեսականորեն հնարավոր է, բայց երևի մի քիչ ավելի դժվար, այո, եթե մարդը գործ ունենա կոնկրետ, բայց տեսեք, եթե ճիճուների մեծ մասը գտնվում են ավելի շատ բնական միջավայրում, եթե սենց վերցնենք, այդ պահին հենց պետք է աղտոտված լինի փողը, որպեսզի փոխանցվի, քիչ ավելի հավանական է, մինչև փողին հասնելը բավականին շատ առօրյայում գործոններ կա, որը ոչ նույն սննդամթերքը, որը բոլորն են օգտագործում նույն ջուրը ու ճիճուները հաստատ իրենց սերունդներն պաշտպանելու, իրենց շրջափուլերը պահելու եւ իրենց հետագա գոյատևումը ավելի լավ մեխանիզմներ են մտածել եւ դրանք բավականին այո լավ են մտածված մեր առօրյայում գրեթե ամեն օր անընդհատ շփվում ենք եւ ճիճուների ծվիկների հետ եւ եթե չպահպանել հիգիենայի կանոնները, եթե չկատարել կանխարգելիչ միջոցառումներ, վարակվելու հավանականությունը այո բավականին մեծանում է։ Սրատուտի ծվիկները որքանով տեղյակ եմ 2 շաբաթ մնում են, չէ՞, արտաքին միջավայրում։ Մենակ խաղալիքների վրա, զուգարանակոնքին, բայց շատ մարդիկ կան, որ զուգարանից դուրս գալուց հետո չեն լվացվում, այսինքն իրենք մեխանիկորեն վարակ են տարածում։ Այո, դա ամենամեծ եւ ամենահավանական վարակի տարածման ուղիներից մեկն է, կոչվում է նաեւ կենցաղկոնտակտային, այսինքն նույն մարդը կարա առօրյայում շփվի կենցաղային իրերի հետ, շփվի մարդկանց հետ, բարևի, ողջունի կամ ինչ որ այո կամ գործ ունենա կենցաղային իրերի հետ եւ հաջորդ արդեն առողջ մարդը կարա այդ նույն իրերի միջոցով շատ հանգիստ վարակվի։ Ճիճուները ինչից են վախենում, օրինակ ասում են քրքումից, սխտորից, դդմի սերմերից։ Չէ, դրանք ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք որ արդեն վարակված մարդու պարագայում են, նո այդքան երևի կանխարգելիչ չէ, ինչքան բուժական կարան ազդեցություն ունենան, դե որոշակի սննդանթեր եւ որոշակի նյութեր կան, որոնք այո ազդում են ճիճուների մկանային համակարգի վրա, կարան թուլացնեն, դուրս կան օրգանիզմից, վերջի իրանք օրգանիզմը գոյատևելու համար որոշակի մեխանիզմներ ունեն ու կարելի է շատ հանգիստ ազդել այդ մեխանիզմների վրա, ոնց որ շատ հակաճիճվային դեղեր ազդում են եւ ֆերմենտային համակարգի վրա, եւ մկանային համակարգի վրա, եւ օրգանիզմից կարող են դուրս գալ, այո, բայց կանխարգելիչ միջոցառում որպես այդպեսին դա արդարացված չի եւ կանխարգելիչ ճիճվաթափում ասածը դա ավելի շատ իրականացվում է որպես օջախի աղբյուր, ոչ թե որպես այդքան անատի համար, այլ շրջապատի համար նաև, որ ինքը չհանդիսանա վարակի աղբյուր, որովհետև այդ կանխարգելիչ ճիճվաթափում կամ պրոֆիլակտիկ դեղորայք խմելը դա չի ապահովելու ոչ երեխային, ոչ մեծ հասակին առավել եւս, որ ինքը չվարակվի։ Այսինքն այդ դեղորայքը եթե մի օր երկու օր հետո անցավ օրգանիզմից, մարդը նույն հավանականությամբ, եթե չկատարի մնացած կանխարգելիչ միջոցառումները, վարակվելու հավանականությունը նույնն էր, ինչ նախքան դեղ խմելը։ Այսինքն դա կանխարգելիչ միջոցառումների մեջ ամենավերջի տեղում է զուտ որպես վարակի աղբյուր։ Հա, մարդու համար դեղորայք ընդունելը ու ապահովագրված լինելը, որ ինքը վաղ չի վարակվելու ճիճուներով, դա այդպես չէ։ Այսինքն մարդը պետքա, ոնց որ սկզբում նշեցի, անպայման պետքա փոխանցող մեխանիզմների վրա շեշտը դնի կանխարգելիչ միջոցառումներ անելուց։ Ընկալ օրգանիզմը միշտ մնում է ընկալ օրգանիզմ ճիճուների պարագայում։ Եթե ընտանիքի անդամներից մեկը ունի ճիճու, բոլորը պետք է հետազոտվեն կամ բոլորը պետք է հետազոտվեն, այո, պարտադիր պետք է հետազոտվեն, որտեղ դա արդեն կոչվում է ընտանեկան օջախ, մենք օջախներ ունենք տարբեր, որոնք որ պետքա համաճարակաբանության հիմնական գերխնդիրներից մեկը հենց վարակի աղբյուրները պարզելն է, որը որ մեզ տալու է մեծ առավելություն նաև կանխարգելիչ միջոցառումներ անելու համար։ Նախ հետազոտվել պարտադիր է, որպեսզի հասկանանք, թե ինչ վարակի օջախի հետ գործ ունենք ընտանեկան, թե կարող է այդ երեխան սնվում է որևէ տեղ, որտեղ որ օջախը այնտեղ է, ոչ թե ընտանիքում կամ ապրում են մի միջավայրում, որտեղ որ գործ ունեն հողագործությամբ են զբաղվում եւ եթե բոլորը բնականաբար վարակված են եւ բոլորը զբաղվում են հողագործությամբ, արդեն կարելի է ենթադրել, որ մենք այդտեղ օջախ ունենք, որը արտաքին միջավայրն է, որը հողն է, որը մշակվում է եւ սա նաեւ շատ հաճախ հանդիպում է այո հողագործությամբ զբաղվող անձանց մոտ։
Եվ հետազոտվելը պարտադիր է, այո, իսկ պրոֆիլակտիկ միջոցառումները դա արդեն բժիշկն է որոշում, կախված հայտնաբերվում է, կախված ինչ էտապներով են հետազոտվում, այնտեղ կարող է հետազոտվեն, այդ բանը չհայտնաբերվի, բայց իրականում կրող լինեն, որը որ որոշակի փուլեր ունի հայտնաբերման։ Ճիճուներին բռնելու հիմնական միջոցը ո՞րն է, այսինքն ինչպես են բացահայտում, որ նրանք առկա են օրգանիզմում։ Հիմնական հետազոտման մեթոդներից դա, քանի որ իրենք նաև չափերով են մեծ, մակրոսկոպիկ հետազոտումն է կղանքի, ինչպես նաև ձվիկների համար միկրոսկոպիկ մի քանի մեթոդներ կան, ներկվում են, որոնցով հայտնաբերվում են արդեն ճիճուների ձվիկները կեղտ կղանքի միջոցով, եւ նաև շրջաբանական մեթոդներ կա, որոնք ավելի շատ պետք է համադրել շրջաբանական մեթոդներ, նաև կլինիկական դրսևորումների հետ, որովհետև մենակ շրջաբանական մեթոդներով հայտնաբերել ինքը ինչա իրանց ներկայացնում, հակամարմիններն է հայտնաբերվում, օրգանիզմի սինթեզած, օրգանիզմի պատասխան ռեակցիայի արդյունքում սինթեզված հակամարմինները տվյալ ճիճուների հանդեպ, որը որ կարա լինի շատ էլի հարաբերական, որը կարա լինի դրական, բայց մարդը արդեն վաղուց ձերբազատված լինի ճիճուներից կամ ընդհանրապես կարա մարդը կրող լինի, բայց իր օրգանիզմը դեռևս հակամարմիններ սինթեզած չլինի։ Դրա համար շրջաբանական մեթոդները միշտ կիրառվում է կլինիկական երևույթների, կլինիկական դրսևորումների հետ զուգահեռ։ Իսկ կղանքի միջոցով միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ հայտնաբերելու պարագայում այդտեղ արդեն կասկած չկա, որ մարդը վարակված է, մարդը կրող է կամ մարդը հիվանդ է ճիճուներով։ Արյան միջոցով հակամարմիններն է հայտնաբերվում, օրգանիզմի սինթեզած հակամարմինները, որը շատ հարաբերական է, որը մենակ դրանով ոչ ախտորոշում կարող ենք դնել, ոչ որևէ այլ միջոցառումներ անել։ Եթե մեկ անգամ ճիճուները բույն են դրել մարդու օրգանիզմում, իրենց մոտ բնավորություն է, դա անդադ հայտնվելու են, թե բուժվում ես եւ վերջ։ Ոչ, դա բացարձակ կապ չունի, դա պայմանավորված է զուտ մարդու սովորություններով, այսինքն եթե ինքը ունի վնասակար սովորություններ, որոնց մեջ մտնում է նաև ճիճվի փոխանցման մեխանիզմները համընկնում է իր սովորությունների հետ, կամ օրինակ երեխաների շրջանում այդ նույն ինչ որ նշեցինք արդեն գեոֆագիան կամ եղունգներ կրծելու սովորությունը կամ հաճախակի դրսում խաղահրապարակներում, օջախներում գտնվելը կամ օգտագործելը սննդամթերքները զուտ պայմանավորված է էլի մեր սիրած փոխանցման մեխանիզմներով։ Օրգանիզմը որպես այդպեսին, նույնիսկ եթե ինքը վարակված է, շատ ժամանակ իր մոտ կդրսևորվի, եթե լուրջ իմունիտետի, իմուն դեֆիցիտների խնդիր ունենք, հա, եթե չունենք իմուն դեֆիցիտ, կարող է ինքը եւ հիվանդ լինի եւ չիմանա դրա մասին, բայց որ իմունիտետը անդրադառնա ընկալ օրգանիզմը ավելի ընկալ դառնա ճիճուների հանդեպ, նման բան գոյություն չունի, այսինքն մարդը տեսականորեն եւ գործնականում կարա վարակվի, ցանկացած օրգանիզմ կարա ինքը վարակվի։ Բուժման համար որքան ժամանակ է պետք լինում, այսինքն մեկ ամսում վերջնական ազատվում։ Ճիճուները նախորդ հարցի հետ կապված ոչ թե օրգանիզմների հետ ավելի առանձնահատուկ օրգանիզմների հետ սեր ունեն, իրանք սեր ունեն միջավայրերի հանդեպ, այսինքն իրանք իրենց սիրելի միջավայրեր ունեն։ Եթե մենք գործ չունենանք այդ միջավայրերի հետ, բնականաբար մենք արդեն վարակվելու հավանականությունը մեր մոտ կքչանա, ինչքան էլ մենք նախկինում հիվանդ լինենք կամ կրող լինենք։ Բուժումը ինչքան ժամանակ է պահանջում։ Բուժումը հստակ ժամկետներ չկա, այսինքն մեկ դեղորայք ընդունումից նույնիսկ մարդը կարա լիարժեք առողջացած համարվի, լավացած համարվի եւ կարա, քանի որ փուլայնություն ունի որոշակի ճիճուների զարգացման փուլեր կան, որոնք նույն այդ փուլերում իրանք կարան գտնվեն օրգանիզմի տարբեր միջավայրերում, կարա միջև, այո, կրկնեն բուժումը 1 շաբաթ հետո, կրկնեն բուժումը 14 օր հետո, կրկնեն բուժումը 21 օր հետո, պայմանավորված այդ փուլայնությամբ, պայմանավորված նույնիսկ կրկնավարակով ինքը կարա բուժում ստանա, բայց քանի էլ մենք փոխանցման մեխանիզմները շարունակում են մնալ պահպանվել, այսինքն մարդը հավանականորեն կարա նորից վարակվի, կարա ինքը մի շաբաթ հետո էլ նույն ձևի հիվանդանա 14 օր հետո էլ դրա համար զուգահեռ բոլոր միջոցառումները կատարվում են իրար զուգահեռ եւ կանխարգելիչ եւ հիգիենիկ եւ նաեւ դեղորայքային։ Այդ պարագայում արդեն սկսած առաջի դեղորայք ընդունումից էլ կարա մարդը համարվի արդեն առողջացած, մինչեւ բարբերաբար կախված որ փուլում է իհարկե եւ կախված էլի թեման մնում է նույնը, էլի փոխանցման մեխանիզմները
շատ մեծ դեր ունեն։ Եթե բնականաբար փոխանցման մեխանիզմները շարունակվում են, ինքը պետք է նաև բուժում ստանա 14 օր հետո, բուժում ստանա 1 ամիս հետո։ Հիմա ձեզ հանդիպող դեպքերի մեծ մասը փոխանցման ուղիներ որոնք են եղել։ Մի քիչ դժվար է ասել, որտեղ կլինիցիստները, բուժօբժիշկները այդքան էլ գործ չեն ունենում, արդեն դա համաճարակաբաններն են ավելի հաճախ զբաղվում, բայց առօրյայում մենք շատ հաճախ հանդիպում են իհարկե, ել եմ ասում, երեխաների մոտ Հայաստանի պայմաններում ջրային ֆակտորը, ջրի միջոցով փոխանցվելը շատ մի քիչ ավելի քիչ տեղում է, ավելի շատ պայմանավորված է բանջարեղեն, մրգեր աղտոտված, ջրով, վարակված ջրով աղտոտված լինելու պարագայում, այսինքն սննդային ճանապարհն է գերակշռում ավելի շատ եւ կենցաղ կոնտակտային է բնականաբար երեխաների շրջանում ջրայինը, եթե մենք օգտագործում ենք սովորական ծորակի ջուր, ջրով վարակվելու հավանականություն շատ քիչ է, որտեղ մեր մոտ կենտրոնացված է ջրամատակարարումը եւ ախտահանվում է ջուրը եւ ստուգվում է պարբերաբար, այսինքն ի տարբերություն որոշ երկրների մենք այդ առումով ջրի առումով գոնե ապահովագրված ենք, բայց եթե այդ նույն ջրով ոռոգվում է այգիներ մթերքներ, որոնք հետո օգտագործում են մարդու կողմից, ճիշտ է, դա սննդային ճանապարհն է արդեն դառնում, բայց այդ պարագայում կարող ենք վարակվել նաև ջրի միջոցով։ Եվ բնականաբար երեխաների շրջանում շատ առավել կենցաղ կոնտակտային ճանապարհն է, որը որ եւ մանկապարտեզներ դպրոցներում պայմանավորված իհարկե կենցաղային հիգիենիկ պայմաններով եւ հիգիենիկ կանոնների պահպանելով։ Ուստի կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկել դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Կանխարգելիչ միջոցներ ամեն օր պետք է ձեռնարկել, սկսած տնից, սկսած առօրյայից եւ սկսած երեխայի ծնվելու օրվանից։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Մենք զրուցում էինք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանի հետ։